ԿՊ-ն ասում է, արդյոք խաղաղություն չէ, սահմանին զոհ չկա, ժողովուրդ, խաղաղություն ենք բերել։ Ժողովուրդ ջան, զոհ չլինելը խաղաղություն չէ դեռ, դա ընդամենը զինադադար է, ինչպես որ բնութագրում է Ռոբերտ Քոչարյանը։ Մոտավորապես նույն զինադադարից է, ինչպիսին Գազայում է, նրանց մոտ էլ չէ, հարցը չի կարգավորվել։ Նիկոլը ընդամենը թուղթ է ձեռք բերել, որ համոզի ձեզ վերընտրել իրեն։ Այս պահին Ալիևին պատերազմ պետք չէ, որովհետև ստանում է ինչ ուզում է, մեկ անգամ չէ, որ ասել ենք։ Պատերազմի իմաստը էլ որն է դառնում։ Ասաց մի զինվեք, քչացնում են զինվելը, ասաց Մինսկի խումբը լուծարեք, դեկտեմբերին լուծարվում է, ասաց սահմանադրությունը փոխեք, փոխում են, էլ հարցակվելու իմաստը որն է։ Հələ պատկերացրեք մի պահ, օրինակի համար, որ Պուտինը Զելենսկուն ասեր, մոռացիր ՆԱՏՕ-ի մասին, նա ասեր, հարց չկա։ Պուտինն ասեր, չզինվեք, Զելենսկին ասեր, հարց չկա։ Պուտինն ասեր, սահմանադրություն փոխի ու դրա մեջ ամրագրի, որ այսինչ տարածքները քոնը չեն, Զելենսկին ասեր, հարց չկա։ Ասեր Օդեսան տուր, Զելենսկին ասեր, հարց չկա։ Պատերազմ կլիներ։ Հիմա Ալիևն ասում է սահմանադրությունը փոխի, Նիկոլն ասում է հարց չկա։ Ասում է սահմանադրության միջից կհանես անկախության հռչակագիրը, Նիկոլն ասում է հարց չկա։ Ասում են ցեղասպանության թեման էլ դրսերում չարծարծես, ասում է հարց չկա։ Ասում են Մինսկի խումբը լուծարի, ասում է արդեն լուծարել եմ։ Ասում են Ղարաբաղը տուր, հələ չեն ուզել տալիս ես։ Էլ պատերազմ ինչի համար անի։ Նիկոլ Ալիևի համար երազանքի իշխանություն է։ Դրա համար ամեն ինչ անում է, որ սա մնա։ Նիկոլն էլ ամեն ինչ անում է, որ Ալիևի որևէ պահանջ չմնա անկատար։